Բազմած լուսնի նուրբ շողերին, հովի թևին թռչելով, փերիները սարի գլխին հավաքվեցին գիշերով։ Եկեք քույրեր սեքսարերի չքնաղագեղ ոգիներ, եկեք ջահել սիրահարի սերը ողբան բաղամեր։ Օխտ նախբյուրից ջուրի առել կույց ծափորով լուրու մունջ, օխտը ծաղկից ծաղիկ քաղել, կապել սիրո ծաղկե փունջ։ Են լորու ձոր ներուր հանդիպակած, ժայռերը խորունգ, նոթերը կիտած, դեմ արդեմ կանգնած, համար ու անթարթ հայացքով իրար նայում են հանդարտ։ Նրանց ոտքերում գազազած գալի գալարվում է գիժ դեվբեդը մոլի, խելագար թրջում քարերի գլխով, փրփուր է թքում անզուզ բիրախով, թքում է զարկում ժեռու տափերին, փնտրում է ծաղկած ափերը հինին ու գոռում գիժ-գիժ, բաշվիժ, բաշվիժ։ Ծմակուտի փապկասուն հարսը Վանաձորից է գյուղ եկել ու այս բնության պարփած ուրիշ մարդ է դարձել։ Շքեղաշուկա այս բնությունը նրա մեջ արթնացրել է խորախորուրդ ու թաքնված պոետիկ հոգին։ Տարվա ամեն շրջանն իր գեղեցկությունն ունի, բայց գարնան զարթոնքը նոր կյանքի տիեզերական սկիզբը մի զարմանահրաշ ուժով ամեն ծառ քամի կամ անձրև նրա մտքում տողերի են վերածել։ Այսպես իր փոքրիկ կանաչի ու ծաղիկների մեջ կորած տամբակում տեքեր կնոջ հետ նստում են, երգում, արտասանում, խոսում սիրուց, մարդկությունից, աշխարհից ու մի քիչ էլ քաղաքականությունից։ Մի քիչ գնում ենք ընկնամ քաղաքականությունը, բայց ասում ենք որ աշխարհը լավն էլի, աշխարհը ապահով պահեն։ Աշխարհը ռիկուներ մի մարդ տելևիզորի մաս փողերով բան են բուկլետներ են փայանում, թե համարներ են փայանում, ինչ էլի տանդեր ձայներ են հվաքում։ Փողով ձայն հվակողը կարա աշխարհը ղեկավարի։ Թող ամեք իրանց խելքով գնան ընտրեն, որ ամեկն իրանց ձայնի իրանքը ունեն։ Դեռ մի մեծ եմ, չէ՞, իմ ուղեղը աշխատում է, որին կուզեմ կընտրեմ, դա իմ իրանքն է։ Բայց մի աշխարհը հարամ է։ Չգիտես ինչ ընդար, թե հայն ընդար։ Օրինակ մեր օնկրուսիցը անտեղի բաժանվեցին։ Հետո ռուսը մեզ ոչ պահեց, ոչ բրախեց։ Այդ քաղաքականությունը շատ մի բաներ ասի։ Մեր Եվրոպայից են միացել։ Չի կարելի։ Մեր երեխեքը սաղ դրսում են, սաղ աշխատող են, մերի ջան, սա ասենք մենք ապրել ենք, էլի կեզմին մեր կյանքը ապրել ենք։ Մեր երեխեքն են դրսում։ Տուն չկա որ Ռուսաստան մարդ չունենա, սաղը սել ունենք, մի աղջիկն էլ է, Ռուսաստանը աշխատում է։ Թողնենք ղեկավարը լինի, որ լավ պահի, մեր ժողովրդին լավ պահի, ոչ թե եսի մեջ ինչ ձևերով, ինչ ձևով։ Մեր հայերը լավն են։ Բայց կյանքը տենց է էլի։ Մեկը գալիս է, մեկը գնում է, ով ճիշտ է կլի, ով լավ կպահի, հլավոր պարզ չի։ Չգիտենք, բայց դե բոլոր դեպքերում մենակ խաղաղություն, մեր երեխեքը մեղք են, մեր տղերքը այդքան տղերք ասում եմ, լեզվով ասում ենք 5000 տղա, հլա սենց հաշվենք իրար կողքի, մեկ հաշվի 5000 այդքան տղա այսօր մենք չունենք։ Թող մեր աշխարհը խաղաղվի, մեր երեխեքը, իմ թոռները բոլորս էլած չան, խաղաղ պայմաններում ապրենք։ Հեռուստացույցով տեսել է, թե վարչապետն ինչպես է բարկանում, երբ նրան ամեն անգամ ասում են 5000 զով եւ նշում է այլ թիվ 4900։ Է թող լինի 4900, դա քիչ է, չէ՞ որ նրանցից ամեն մեկը մի տան ճրակ էր, մի տան լույս, մի տան հույս։ Այդ մի լույսը մեր ազգին սերունդներ էր ապահովելու։ Ամեն անգամ սիրտը կտոր է լինում նրանց նկարները տեսնելիս։ Սիրուշը Ահնիձորից շատ հեռու չի գնում, իսկ Ռիմայի մի ոտքը քաղաքում է, մյուսը գյուղում։ Ամեն վերադարձին քաղաքի նորություններն է բերում իր հետ ու երկուսով երկար նստում են սուրճի շուրջ խոսելով դեսից դենից։ Ամենաշատը սիրում են հիշել իրենց ջահել անհոգ տարիները, երբ կյանքն ավելի թեթև ու ուրախ էր թվում։ Դե որպեսզի մենք էլ միանանք զրույցին, պետք է նախ ընկերակցենք սուրճի արարողությանը։ Սա պարտադիր պայման է, ասում է Ռիման ու անցնում սուրճի պատրաստությանը։ Խոր ձորերի քարափին, ձեռը դրած ճակատին, միտք է անում տխրադեմ, ինչ է ուզում չգիտեմ։ Էլի ասում եմ, քայլի սիրում եմ մեր լոռին, մեր ժողովրդին, մեր Թումանյանին, մեր դե ինքը արձակագիր է Հրանտ Մաթևոսյանը, ինքը արձակագիր է, բայց ինքն էլ շատ լավ ինչքան եկել է, ես տեսել եմ իրան։ Իրանց տունը ես մեր հարևանի տունն է, մի անտառը փակում է ծառերը, բայց ստեղ մոտիկ են, միշտ գնալ եղել է, իրանց ընտանիքի հետ շատ կապված են եղել։ Ինձ ասում էր դու շատ ես արտասանում, բայց դե ես արտասանությունը ոտանավորներ չունեմ։ Բայց դե իրան էլ եմ շատ սիրել, իրան էլ եմ սիրում, շատ գրքեր եմ կարդում, հիմա էլ այս տարիքին
կարդում եմ։ Ջերմագերեսով Ռիմային գյուղի արևից թխացած կանայք հաճախ են կոմպլիմենտներ անում, ինքն էլ ամուսնու մահից հետո էլ տունը չի լքում։ Տարվա մի քանի ամիսը Վանաձորի իր տանն է, գարնան բացվելու հետ ոնց ասում են իրեն գցում է ծմակուտը, մի քիչ կարմրելու, մի քիչ էլ չարչարվելու։ Ինքը ջերմակա։ Դասում եմ փափուկ տատի ես դու։ Ինքը միշտ ջերմակա։ Այնտեղ կվարծիրայա հարմարությունները սաղ ունենք ամեն ինչ լավա, ուղղակի ստեղ գյուղը քաշում է։ Քաշող ինչ որ բան կա, նախ իմ ամուսնու գերեզմանն է ստեղ, հետո էլ գյուղը քաշում է, սեփական տուն է, բաղջեն, փոքր տուն է, բայց ինձ համար շատ հաճելի է։ Ոնց որ հանգստանում եմ, իմ ներվերը հանգստանում է, գալիս եմ ստեղ երեխեքը գալիս են, գնում են, ստեղ քեֆ են գանում, էսա կգան, են ծառի տակը գնում են, յասամանը բացվում, այնտեղ սեղան ենք դրել, այնտեղ ենք հաց շուտում, երեխեքին ասում եմ, ես արդեն մեծացել եմ, էլ չեմ կարում տանեմ, բերեմ, իրանք ասում են, դու նստի տատ ջան, մենք տանենք կբերենք, ծառի տակը մի ուրիշ ազիզ ջան, այնտեղ լավն է։ Սուրճը պատրաստ է, բայց ինձ սրճախմություն առանց քաղցր խոսակցությունների, հատկապես գյուղերում կանանց զրույցի գլխավոր ու հավերժական թեման հարս-կեսուր հարաբերություններն են։ Սիրուշը որպես փորձառու սկեսուր սկսում է գովել այսօրվա ջահելներին, Ռիման էլ գլխով է անում, համաձայն է։ Ազիզ ես ինչքան ունեմ գոհել։ Չգիտեմ ես եմ լավը թե Ես աղջանքամ հարս եմ։ Երև երկուսս էլ լավ ենք։ Բոլորս էլ լավ են։ Ու սենց արելի ճիշտ է։ Ազատ են, լավ են, շփվում են։ Ես խմեմ, որ Հա, բա ինչ անես, էփել եմ ափսոսայք։ Բայց ափսոս չեմ։ Բաժակ նայում եք, թե չէ։ Սիրուշ տատը մեկ նայում էր։ Անտով համի հետ։ Նայ սուտ բաներ ասեին հա ճիշտ է։ Սիրուշին ու Ռիմային թողնում ենք այստեղ, իսկ մենք առաջ ենք շարժվում գյուղի դատարկվող փողոցներով։ Ծմակուտի բոլոր գյուղերի վրայով ասես խորշակ է անցել դարձնելով դրանց կամաց լռող գյուղեր։ Փողոցներով անցնող հազվադեպ անցորդներն ավելի շատ զարմանալի են թվում բակերում նախկին աղմուկը չկա, շատ տների դռներ հազվադեպ են բացվում եւ կոպեկների հետ նաեւ տախտակներ են մեխված։ Գյուղացիներն էլ մտահոգ ասում են, սա դեռ այս գյուղերի վերջնագիրը չէ, որ եթե դպրոցը փակվի, ինչպես կառավարության ներկայացուցիչներն են պնդում, ապա դատարկվելը դուք այն ժամանակ կտեսնեք։ Դե երեխեք այնտեղ պարապմունքներ են տալի, որ գյուղում չկա։ Դպրոցը փառքաստու երևի երանի ենք տալի չփակվի։ Դե իմոնք տեղափոխվել են, բայց գյուղում ապրողներ էլ կան։ Մեր գյուղի համար լավ չի լինի, ես դա շատ ծանր եմ տանում։ Ով հետև դե էլի եմ ասում թեկուզ իմ երեխաները տեղափոխված են, բայց թող լինի մեր գյուղը շատանա։ Մենք ուղղակի կյանքը նենց լինի հետ են գալի, ինչ կա որ։ Դե ինչ խոսք, որ գյուղում ապագա չկա։ Գյուղը շատ գեղեցիկ է, մենք չենք դժգոհում գյուղից, ազիզ ջան, բայց դպրոցը այդքան չկա, չնայած իմ թորնիկները փոքր են դեռ։ Բայց միտեղ էս Մոսկվայում է գնաց ընտանիքով տեղափոխվեց, երկու տղաս Վանաձորում են, աղջիկս։ Դե գյուղը ինքան չի, մենք ապրել ենք, բայց պատահմա դժգոհում ենք։ Օրինակ ինչից եք դժգոհում։ Դե չարչարանք շատ է գյուղի, բնությունը գեղեցիկ է, ապրելը հանգիստ է, բայց չարչարանքը շատ է։ Ես էլ իմ թումփլի քարտի խորնա։ Իրոք, խմած։ Ես իմ հարսները կզասնում են, իրանք իրանց մար, ես էլ ենա, ես ինձ մար։ Շոյերը հանում են բոլ, ես էլ լվանում եմ պրպ։ Չա մեկ էլ իրանք էլ են լվանում հանակ։ Այդայի հարցները կատակներից նեղանալ չունեն, ջահել սկեսուրը բարկանալ չգիտի, նույնիսկ ասելիքն է հումորով տեղ հասցնում։ Բակում մեծ ընտանիքի լվացքն է կախում ու ժպտալով ասում, իրենց տունը մարդաշատ է, բայց մոր սրտում մի կարոտ միշտ մնում է, երջանկությունը լիարժեք կլինի այն ժամանակ, երբ Ռուսաստանում ապրող մյուս որդին էլ ընտանիքով վերադառնա գյուղ։ Երազում է, որ մի մեծ տուն կառուցեն, բոլորը մի հարկի տակ ապրեն, այդ ժամանակ ասում է իր կարոտած սիրտն էլ վերջապես հանգիստ կլինի։ Զավակներ ունես, թորնիկներ ունես, ամենքին մի տեսակ մտածում ես, Ռուսաստան երեխեք ունես, աշխարհադրությունը նորմալ չի, ո՞նց չմտածես։ Չգիտեմ։ Կա թե որ օրինակ ջիլը անում, չէ, արդեն մի հատ գմեմ Ռուսաստան հասնեմ, այն երեխեքից հետ սկսում եմ խոսել, ուղեղով խոսել մտքով։ Հետո անցնում եմ ես երեխանց։ Հիմա մեկը Երևան աշխատում, մեկը Կիրովական եղնեմ, ասում եմ հիմա ոնց պիտի ասում եմ մեռնակ
սենց համախմբվեն մի 4-5 հարգանի շենք ունենանք, ամիքը մի հարգամ ապրեն, այնքան մոտոսեղն են։ Բայց է մոր սիրտ ամ մերն ա ուզում, այրչոք տենց կեղնի, չի լինի։ Բա Այս մտքերով էլ մի քանի օրից Սարգը բարձրանա, գիտի այնտեղ գործից քիչ սրբելու ժամանակ էլ չի ունենալու, բայց դա էլ չի ցրի ծանր մտքերը, որ գլխում պտտվում են։ Ասում է, երբ մարդը կարոտն ու մտածմունքը հետը տանում է, ամենաբարձր սարն էլ չի կարող դրանք լռեցնել։ Սարը փախչում է, այդ ցավը տանեմ։ Երբ որ տակերն են գնեն, երբ որ լավ եղանակներ անեն, արդեն գնալու ենք։ Այսինքն հունիսին։ Հունիսի 10-ից հետո երևի։ Հա, կգնանք հարսանիք, ծնուններ կանենք, կպրծնենք նոր կգնանք։ Ընտրություն։ Դու կտրի դրանց ընտրությունն է մարդկանց շաշացրեցին։ Չեն թողում հանգիստ ամենքն իրանց ընտրածին ընտրեն։ Նրանք կտրես։ Այ մարդ թողեք մարդկանց իրանց հունով գնան։ Այս ելակը հոձեր այգուց չի։ Ոչ, սիրելիս, իմ այգիները չեմ կարող մշակեմ նորմալ։ Հա։ Գնել։ Ունե այստեղ մեծ մաս պարած կա, այստեղ հենց, այս տարածքում բան է անում։ Մշակում է շատ, այս ելակից է, բայց ավելի համով, սա համով չի։ Այստեղ հողին է ուրիշը։ Տիկին Արմիկը 40 տարվա մանկավարժ է ծնունդով Աթանից, որ թեև ամուսնացել է Երևանում, բայց արմատներով Ահնիձորցու հետ։ Քաղաքում ապրելու աշխատելու ժամանակ էլ այստեղ գյուղում տուն են գնել ու տեղափոխվել։ Հիմա քաղաքի իր տունը դատարկ է, զավակներն արտերկրում են, ինքն էլ քաղաքի աղմուկից փախել ու այստեղ զբաղվում է մեղվապահությամբ։ Այս մարդկության մեջ, բնության մեջ, երկրագնդի մեջ մեղվից արժեքավոր ու մեղվից պարտաճանաչ ու կարգ ու կանոնով ոչինչ չկա, ոչ մի բան։ Դուք մենակ դրա կարգավորում ոտեք, մի հատ մայր, այդ մայրը այդքան մեղվին ղեկավարում է, ասենք, ոնց ասեմ, ամեն մեկը իր պաշտոնը ունի, մեկը ջուր է տանում, մեկը ծաղիկ է տանում, մեկը հյութ է տանում, մեկը պահակա, մեկը մորնա խնամում, այդպես ամեն մեկը իր գործը գիտի։ Մեղվի նման եթե մարդը գոնե կես ով լինի, իրոք դրախտ կլինի երկիրը։ Ինտելիգենցիայի ներկայացուցիչ Տիկին Արմիկը գյուղի խնդիրների մասին երբեք լուրջ չի մնում, լինի դպրոցի, երիտասարդների գյուղից հեռանալու, գազի, տրանսպորտի մասին։ Օրեր առաջ էլ, երբ քարոզարշավի ընթացքում մարզպետը գյուղ էր եկել, մոտեցել է ու բաց խոսել գյուղի հոգսերից։ Յուրաքանչյուր քարոզարշավի ասում են, սա կանենք, դա քարոզարշավ է։ Դուք գիտեք ինչքան ենք ձեզ սիրում եւ այլը, բայց քարոզարշավ է, կոչվում քարոզարշավ։ Եվ այդ քարոզարշավը անվերջ է։ Խոստացավ, այստեղ գազա պետք առաջինը, նախ որ անտառը չկտրեն, երկրորդը որ հեշտ լինի ժողովուրդը կյանքը, այդ փայտ բերելու ժամանակ իրոք տանջվում են այս մարդիկ, չեն թողնում կտրեն ոչ մի տեղից։ Այն խորը ձորերից, թե ինչ տանջանքով են հանում այդ փայտը, ավելի լավ է չանեն ձմեռը ցրտիտ մերեն, ազնիվ խոսք այդքան ծանր, այդքան դժվար է։ Առաջինը գազա պետք ստեղ, առաջինը գազ, որ երիտասարդությունը չգնա, չկա երիտասարդություն գյուղում, մատերի վրա կհաշվեց, մի 5 հոգի, 4 հոգի, մնացածը մեծանում են գնում, հիմա այդ մեծացողներն էլ չկան արդեն, դպրոցում քանի երեխա, 5-6 երեխա է ամբողջ դպրոցում 5-6 երեխա, են էլ հակում է շուտով, էլ ընդհանրապես գյուղ չի լինի այստեղ, եթե դպրոցը քանդեցին, դա ծրագիր չի, դա մեծ խախտում է, դա գյուղի քանդում է, ափսոսում է այդ գումարները, որ ասենք տա, ուզում է միասնական լինի, որ քիչ տա, բայց սխալ անում, ասենք ինքը չի ափսոսում իր աշխատողների միլիոններ տա պարգևավճար, բայց ափսոսում է, որ գյուղում դպրոց պահի, Աստված տա, որ չընտրվի։ Այս իշխանությունները օր առաջ պետք է հեռանան, շարունակում է Տիկին Արմիկն ու 1000 ու մի օրինակ բերում։ Ինքը ճիշտ է անասնապահությամբ չի զբաղվում, բայց նկատում է, որ համակարգն այնպիսին է, որ աշխատող չարչարվող գյուղացու հաշվին հարստանում են բոլորը բացի գյուղացուց։ Ու սա կառավարիչների բաց թողումն է, ու ոչ միայն Փաշինյանի այս հարցում մի լավ օրիչ էին նաև նախկինում։ Բայց այս նոր կառավարության ժամանակ էլ մի նոր թալան բերին գյուղացիների գլխին սպանդանոցային մորտանունով, որ հարստացրեց միայն մթերողների դրամապանակը։ Միջնորդները, որոնք գալիս են տանում են շուկային վաճառում են։ Ուրեմն ոնց ասեմ, քերթում են ժողովրդին։ Ասեմ ես քեզ։ Ասենք մի ցուլիկ են գնում, չէ՞։
Մանայ ցուլիկի գլուխը ոտերը ներսի փորը թափանը աղիքները եթե ուզում են էլի կաշին բոլորը անվճարա պետք է անվճար տանի այդ վաճառողը բացի դա մի 5 կիլոգրամ միսել մնացա վերցնում ինչի համար ասի ինչի համար ես վերցնում մի անգամ այստեղ հարազատ ունեմ այդ հարազատի տանն էի այդ զինգեր ինչի ես այդ 5 կիլոնի չէ այդքանը վերցիր ձրի անվճար վերցիր դրանք այդ 5 կիլո միսը ինչի համար ես սկիտ կանում իրանց ասածով ասում որովհետև զինգերի համար որ զինգերը վրան է զինգերը իրանց պետք չի ասի զինգերը քեզ պետք չի զինգերը կտրի ու դուր այդ մարդուն իրա տիրոջը ինչի ես 5 կիլո միսը վերցնում զինգերը կտրի դիր ընդեղ ասա չեմ ուզում ձեն չանեց պատկերացնում ես ուրեմն մի ցուլիկի մեջ հաշվեցի ես հետո 100,000 այդ մարդը ձրի տանում այդ մարդուց չկա ոչ մի վերահսկողություն իսկ իրանք չեն կարողանում տանել շուկա որովհետև շուկայում յուրաքանչյուրը իր տեղը ունի իրանց տեղ չեն տալիս ասում են դու ստեղ տեղ չունես չես կարող ստեղ կանգնես վաճառել Հետո շարունակում են շատերը թե նախկինում թե հիմա վատաբանում են սովետական միությունը բայց ասում է իր հիշողություններում դրան գյուղերի ծաղկման տարիներ էին ասում է մարդիկ ավելի անհոգ էին ապրում աշխատանքը գնահատվում էր լինի գյուղացու ուսուցչի թե բանվորի Տիկին Արմիկի կարծիքով այսօր նույնիսկ հատուկ քաղաքականություն կա անցյալը միայն վատ գույներով ներկայացնելու ու նսեմացնելու համար մինչդեռ պատմությունը պետք է ամբողջությամբ հիշել թե լավով թե վատով Անտիր էր մեր ժամանակաշրջանը այսպես ասած կոմունիզմը եկավ մեր կողքով գնաց ու մենք չհասկացանք ու մենք չգիտակցեցինք այնքան անհոգ ենք ապրել ոչ բուժման հարց ենք անհանգստացել ոչ սովորելու հարց ենք անհանգստացել ես չգիտեմ միակ բացական բանը այն էր որ արտասահմանի հետ կապ չուներ չէին թողնում արտասահմանի հետ բայց դա էլ էր ճիշտ Այս արտասահմանը մեր տունը քանդեց Այս իբր թե ռուսները մեր այսինքն իբր թե չէ եղել է որ հողերի ասենք այդ Լենինը որ հողերը տվեց Արևմտյան Հայաստանը եւ այլն եղել է այդպես բաներ բայց եթե մի կտոր հող մնացել է այստեղ այս մի կտոր հողը Ռուսաստանի շնորհքով է մնացել այստեղ մեր ժողովուրդը շատ մասը ավելի շատ իրանք այնտեղ են թե այստեղ մեր հայերը այնտեղ աշխատում են ստեղ աշխատանք չկար չէ այնտեղ աշխատում են իրանց հացը ուտում են ու ռուսներին վատաբանում են հասկանում ես ճիշտ է վատ բաներ արել ռուսները վատ բաներ արել են բայց որ մենք հիմա մեր հողի վրա ապրում ենք դա նրանց շնորհքն է հլա հիշեք Աբովյանի շրջանը ժամանակաշրջանը Խաչատուր Աբովյանի ժամանակաշրջանը պարսկական այդ խաները կենտրոնական շուկան Այդ շուկայի 4 կողմը մսկիթներ կան այնտեղ տեսնում եք գիտեք այնտեղի մսկիթը այդ շուկայի 4 կողմը լրիվ պարսկական խաներ էին ու արդեն համարյա թե գրավել էին Հայաստանը համարյա քիչ է մնացել որ մենք պարսիկների տիրապետության տակ պիտի ապրենք ու նրանց հսկողության տակ պիտի ապրենք շատ քիչ էր մնացել ու երբ որ բունտ արեցին ու պատերազմ արեցին եւ այլն կռվում էին Դիմեցին Ռուսաստանին, Ռուսաստանը Պասկևիչին ուղարկեց։ Պասկևիչը եկավ ու դրա համար Խաչատուր Աբովյանն ասեց, օրհնվի ռուսի ոտը, որ մտավ մեր հողը։ Ու ճիշտ ասավ, եթե Պասկևիչը չհասներ, եթե ռուսները չհասնեին, մենք հիմա հայ չէինք կլինի։ Եվրոպա, հա, գուցե կարելի էր մտածել Եվրոպայի ուղին բռնելու մասին, բայց ինչպես փողոցում հայհոյող ղեկավարով քաղաքական հակառակորդներին բացահայտ ոչնչացնելու սպառնալիքներ հնչեցնելով, բա ուր է այդ Եվրոպան ինչի մի ծպտուն չի հանում։ Կամետով գնաց միացավ Եվրոպային, որ մենք մնացինք։ Այդ Եվրոպայի ու Ամերիկայի համար Ուկրաինան քանդվեց, Վրաստանը հազիվ մազապուրց պոկվեց նրանց ձեռքից։ Մոլդովան քայքայվելու ճանապարհին է։ Բա եթե այդքան լավ է, Ադրբեջանն ինչու չի գնում դեպի Եվրոպա։ Վերջին 20 տարում դե Ծառուկյանի արածը բոլորի աչքի առաջ է հազարավոր աշխատատեղեր, օգնություններ գյուղացիներին, առևտրականներին եւ այլն։ Դե Ծառուկյանը սիրում էր համանել, համ ցուցադրել, Կարապետյանը չէ, արել է, բայց երբեք չի ցուցադրել։ Համեստ է, բայց ով բոլորը գիտեն նրա միլիարդավոր բարեգործությունների մասին, բայց կալանավորեցին, ով է լսած, որ պետություն պահող, պետություն հարստացնող մարդուն բռնեն մի բառի համար։ Արմիկը ոչ
մի կերպ չի կարողանում հասկանալ այս անմարդկային վերաբերմունքը։ Ես համոզված եմ, շատ համոզված եմ, որ Նիկոլը չի ընտրվելու, որ նորմալ մարդ է ընտրվելու, մեր երկրի ապագան պայծառ լինելու, մեր երկրի ապագան շատ պայծառ լինելու, գունագեղ լինելու։ Ես համոզված եմ դրանում։ Տիկին Արմիկին հրաժեշտ ենք տալիս ու շարժվում առաջ։ Այս տանտերերը հիմնականում քաղաքում են բնակվում, բայց երբեմն գյուղ են գալիս տան ու հողի կապը չկտրելու համար։ Հենց նրանցից էլ փորձում ենք ճշտել հեռանալու պատճառները, ինչն է ստիպել թողնել գյուղը, ինչն է պակասել այստեղ ու ինչի համար են դեռ կապ պահում այս հողի հետ։ Սիրտները չի ցավում, որ այս հենց գյուղը դատարկվում։ Դե շատացան, բայց ինչ արած պայմաններն է, հիմա մի քիչ գալիս են, որ նայենք էլի։ Վերադառնալու միտք չունեք։ Չէ։ Ինչ։ Բայց գնալ գալու միտք ունենք։ Չեք թողնում, որ քանդվի տունը։ Չէ, դե եթե թողենք, այն արդեն համարյա քանդվում է։ Ահնիձորում արդեն կարելի ասել ամեն երկրորդ տունը դատարկ է, իսկ ամեն երրորդում միայն ծերեր են ապրում։ Տիկին Մարիետան ցավով է ասում, որ նույնիսկ ծերության տարիքի էլ չեն հասնում մարդիկ, կյանքը հիմա կարծես ավելի շուտ է ընթացվում։ Գյուղի լռությունն օրեցօր ավելի խորն է դառնում ու այդ լռության մեջ էլ նրա խոսքերը հատկապես ծանր են հնչում։ Մի քանի երիտասարդ ընտանիք են մնացել, դրանք կգնան ու կարամ ասեմ, որ համարյա թե ծերել չկա, չեն ծերանում, չեն հասցնում ծերանան, դե դարի հիվանդությունա, թե չգիտեմ ինչ, բայց չեն հասցնում ծերանան ժողովրդը, այսինքն կդատարկվի, եթե երիտասարդությունը գնան, մի քանի մեծեր են կմնան ու վերջ, բայց դպրոցում աշակերտ էլ չկա, այդ ձևի, որ ասես թե մեղավոր են, որ փակում են դպրոցը, չէ հաստատ, որովհետև աշակերտ չկա, դպրոցում աշակերտ չի մնաց, այս հարցը պետք է շուտ լուծվեր, ոչ թե հիմա արդեն ուշ է, պետք է շուտ լուծվեր, որ երիտասարդություն չգնային, չփախնեին, հիմա արդեն ուշ է, ուղղակի ափսոս է, շատ լավ գյուղ է, Մehran Մաթեոսյանի գյուղն է, շատ գեղեցիկ է, շատ տուրիստներ են գալիս գնում, ափսոս էր, որ փակվեր գյուղը, կփակվի, կդատարկվի ինքնստինքյան, դե մենք ինչ կարող անենք, մենք այստեղ կարելի ասել տենց անասնապահություն բան ոչինչ չունենք, խոտաբույսերով մեղու ենք մշակում, պահամ խոտաբույսեր ենք մշակում, մեր առօրյա օքսը մի քիչ թեթևացնում ենք։ Նախկիններն անտարբեր եղան, մատ ու մատին չտվեցին, լեռնային գյուղերի փրկության հարցում նորերն էլ ավելի են խորացնում, նոր ճանապարհ են կառուցել, սակայն դպրոցը փակում են, որի պատճառով ընդամենը մի քանի տարում վերջնականապես կմարեն գյուղի լույսերը։ Իսկ քանի դեռ մարող գյուղում բնակիչներ կամ պապերի ավանդույթով շարունակում են օգտվել ծմակուտի բարիքներից, Վահանին հանդիպում են գյուղ վերող ճանապարհին, անտառից է գալիս, ասում է ամբողջ տարին ապրում է անտառով, ոչ անասուն, ոչ ցանց, բացառապես անտառով։ Սոմքից սկսում եմ մինչև մասուրը վերջացնում։ Այսինքն ապրիլից սկսած մինչև նոյեմբեր։ Իսկ մնացած ամիսները մեր վաստակածը օգտվում ենք արդեն։ Սա ձմեռվա ապուտ է, տանում ենք փագեմ, զակատ ենք անում, որ ձմեռը օգտվենք։ Հայկական անունն էլ է բտաղան, հանեց, որ ուրիշ բանի չփոթեք։ Այս իմ տունն է, մեր պապական տունն է, գալիս եմ, գնում եմ, մնում եմ։ Հավանում եք ստեղ։ Շատ։ Արմենը Վանաձորից է, Արմատներով Ահնիձորից, որ համարյա ամենաշխատանքային օրվա վերջում իր շանը վերցնում ու գալիս է գյուղ։ Այստեղ մևափետակներ ունի, տան մեղրը չի պակասում, որպես բոնուս ինքն էլ նյարդերն է հանգստացնում, ասում է։ Թե կար կուտա մեկ գալի ուժեղ, եթե չգա նորմալ է շատ։ Ու համատաբար այս տարին անցյալ տարին ո՞նց էր ձեր համար։ Այս տարի լադեր նոր չգիտենք, անցած տարի ված չէր, նորմալ էր։ Մեղրի քանակը կախված է տարուց, եղանակից ու հազար ու մի բնական պայմաններից, բայց իր գյուղ չտեղափոխվելու պատճառը մեկն է՝ աշխատանքի, այսինքն հիմնական եկամտի աղբյուրի բացակայությունը։ Բայց ասում է մեծ սիրով կթողներ քաղաքային առօրյան ու կապրեր այստեղ ծմակուտում, հիանալով գյուղի արևածագերով ու մայրամուտներով։ Այսպիսին է ծմակուտի այսօրվա իրականությունը։ Նույն բնական գեղեցկությունը, նույն մաքուր օդը, բայց միաժամանակ դատարկվող տներով ու լուռ փողոցներով։ Ու հենց այդ հակադրության մեջ էր երևում է գյուղի ամբողջ ցավն ու հմայքը։
Հարգելի հետևորդ, եթե բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել եւ ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի հեղինակած Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար։ Ալավերդու տարածքը եւ նրա շրջակայքում ապրած մարդիկ 5000 տարի առաջ ուրարտական շրջան, նրանց հավատալիքները, Լոռու Բագրատունի Կյուրիկյան թագավորների, մոնղոլների, սելջուկների, վրացիների, թուրքերի ու պարսիկների արշավանքների շրջան, քարայր գրատների, լոռվաքաջերի եւ լեզգիների արշավանքների 150-ամյա դրամատիկ պատմությունները, Լոռու ազնվական տների միջնադարում ծավալված դրամատիկական պատմությունների պղնձի 250 տարվա պատմության մասին, Լոռու բոլշևիկյան ապստամբությունների, Չեզոք գոտու, Թիֆլիս Սանահին երկաթուղու շինարարության մանրամասները, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների, կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրումը, գործունեությունը, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմությունները, օգտված է ավելի քան 200 գիտական աշխատություններից ու հոդվածներից, թերթերից, գիտական ամսագրերից։ Գիրքն ունի նաև Ալավերդու եւ տարածաշրջանի հիշարժան տարեթվերի հավելված օգտագործված գրականության ցանկը։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Սայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիս ցանցի, Մաշտոցի պողոտայի եւ Dalma Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Երևանի Խանջան փողոցից ձեռք բերելու համար զանգահարել 091 61 29 30 կամ 055 18 47 87 հեռախոսահամարներով։